Զենք ձեռք բերելու քննության գործնական փուլը դիմորդների 15-ից 20%-ը ձախողում է, հիմնականում անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։ Իսկ որոնք են անվտանգության կանոնները։ Զենքը վերցնելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական լիցքաթափում։ Դրա համար նախ, եթե պահեստատուփը միացված է զենքին, անհրաժեշտ է այն առանձնացնել։ Ապահովիչը փոխադրում ենք կրակի դիրք, այսինքն իջեցնում ենք ներքև։ Բռնակի օգնությամբ փակաղակի շրջանակը ետ ենք քաշում, ստուգում ենք փամփուշտի բացակայությունը փամփշտանոցում եւ փակաղակի վրա, բաց ենք թողնում, անվտանգ ուղղությամբ կատարում ենք ստուգիչ կրակոց, ապահովիչը վերադարձնում ենք անվտանգ դիրք։ Արգելվում է զենքի փողն ուղղել կրակադաշտից, թիրախների ուղղությունից բացի որևէ այլ ուղղությամբ, անկախ այն բանից զենքը լիցքավորված է, թե ոչ։ Զենքը պետք է մշտապես ուղղված լինի դեպի անվտանգ կողմ։ Արգելվում է մատն անհարկի դնել ձգանի վրա, քանի դեռ չի ստացվել կրակ հրահանգը։ Կրակ։ Անհրաժեշտ է հետևել հրաձգության հրահանգչի հրահանգներին։ Մշտապես ուշադիր եղեք եւ խստորեն հետևեք հրահանգներին։ Ավարտեք հրաձգությունը։ Կրակելն ավարտելուց հետո կամ հրահանգչի հրահանգով անհրաժեշտ է կրկին կատարել ամբողջական լիցքաթափում, որը արդեն ձեզ ներկայացրեցին։ Գործնական քննության ամբողջ ընթացքում անվտանգության կանոններից որևէ մեկի խախտման դեպքում հրահանգիչը կդադարեցնի քննությունը եւ կգնահատի այն անբավարար։ Հիշեք, որ զենք ունենալը, պահելը, կրելը եւ գործածելը պահանջում է մեծ պատասխանատվություն։ Այդ պատասխանատվության կարևորագույն բաղադրիչներից մեկը զենքի հետ վարվելու անվտանգության կանոններն են, որոնք դուք պարտավոր եք պահպանել ոչ միայն քննության ընթացքում, այլև մշտապես եւ ամենուր։